Բարև ընկերներ, ես չեմ հասկանում մեր ժողովրդի, մեր Հայաստանում ապրող հայերի հոգեվիճակը։ Ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեջ շատ խելացի մարդիկ կան եւ մեծամասնությունն էլ մնացած այդ խելացի մարդկանցից հետո դկետների հավաքածու են։ Եթե դկետներ չլինեին, մենք այսօր չէինք գտնի եւ այսօր մենք այս տեսակ չգիտեմ իշխանություն չէինք ունենա եւ մենք այսօրը չէինք գտնի։ Հիմա այդ էշ մարդկանց հավաքածուների մեջ էլ լիքը ապաշխարած խելք գլուխ հավաքած մարդիկ կան, բայց էլի դեր կան, որ մեր հայրենիքի, ազգի արժանապատվության մասին ոչ մի բան չիմացող։ Մեկ խոսքով, խոսքս գտրուկ խոսքս էշերի եւ խելացիների համար է։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Այսքից 15 տարի առաջ, 20 տարի առաջ, չէ, 20-ը շատ կլինի, ճիշտ չի լինի, դարիներ առաջ, 10 քանի տարի արինա, երբ որ այսպես մեկը պրո-ամերիկյան, մյուսը հագարուսական, մյուսը չգիտեմ պրո-եհովայական, մյուսը չգիտեմ ինչական, գիշեր ցերեկ պայքարում էին Հայաստանի օրվա իշխանություններին դեմ, ասում են, արա մի արեք, հերիկա այսպես նեղ ձագից, թրան ձագից նայեք միան թեմերնիտ տնակ, այս ամբողջ տարածաշրջանը բայթող գացայի վրա է, ու շատ եղեք, մի արեք այնպես, որ Հայաստանի մնաս, արեցիք, վնասեցիք, Նիկոլ Պերիկ, Քայլ Արամերժիր Սերժին արեցիք, ես արեցիք, են արեցիք, դենում եք, Ղարաբաղ կորսեցինք, քաղաքականներ ունեցանք, հայոց ցեղասպանություններն հետո Արցախի մեջ նոր ցեղասպանություններ ունեցանք, հիմա ոնց ես բացատրեմ, դուք հասկանում եք այսօր, լավ, գորուստները գորուստ, դիքը գորուստ են ունեցել, որ ծեր վրա ինչքան էլ տկեմ, դո ծեր վրա նույնիսկ որ շռեմ, իրավունք ունեմ, որովհետև դուք ինձանից եք խլել, իմ նման դղերքից եք խլել, մենք որ արույն քրդինք, ընկերներ, թաղել ենք երապլրում, մենք չենք տաղված, բայց ապրել ենք այնպես, որ մենք էլ թաղվենք, մենք էլ ազատագրենք, մենք էլ փրկենք հայրենիք, հասա, հələ որ ողջ մնացել ենք, այդ մերած դղերքի, երապլուրում տաղված դղերքի ցայնն եմ ես։ Իմ նման դղերքը, այդ երապլուրում տաղված դղերքի ցայնն եմ։ Ինչ արեցիք։ Հայրենիք չի թողեցիք, արա։ Ձեր էշ ավանակ կատողությամբ, մտածելակերպով, կորզենությամբ հայրենիքին վնասվիկ, դգարացվիկ, Քայլ Արամերժիր, արեցիք, լավ, հետո, երկրորդ անգամ ինչի համար ընտրեցիք Նիկոլ։ Իսկ այսօր դուք հասկանում եք, տեսեք, այսպես է, դոմինո էֆեկտը գիտեք, դոմինոն այսպես պլվեց, մույսը կպլվի, Ղարաբաղով սկսեց այս համաշխարհային պատերազմ ենք գնում։ Դուք գիտեք, որ Բերլինի, արևելք, արևմուտք, Բերլինի, Ռուսի, Սովետի ու Ամերիկայի նատոյի բադը փլվեց Ստեփանագերդում 1988 թվին, երբ որ հայ ժողովուրդը ոտքի ելավ, միացում, Ղարաբաղ կորած։ Դուք գիտեք, որ այդ ժամանակ սկսվեց ամբողջ համաշխարհային
Պատմությունը փոխվել։ Ոչ մեկը պրեզիդենտ չկար։ Համաշխարհային պետությունները պրեզիդենտ չեն կար։ Ամեն ինչին, այս համաշխարհային ամեն ինչին առաջին մենք ենք։ Առաջի քրիստոնյա, առաջին գարմիր փանակ սովետ ընդունող, առաջին էսի, առաջինը, ամեն ինչին քակ, ամեն ինչ աշխարհի վրա առաջին քակը մեզնից դուրս է եկել, մեզնից սկսել է։ Հիմա էլ գործեցինք Արցախը։ Արցախը գործեցինք, առաջի գործնողն ենք ու այսօրվանից այնպես վիճակ է համաշխարհային քաղաքական եւ ամեն տեսակ իրավիճակները, որ գնում ենք համաշխարհային պատերազմ։ Արցախը գործեցինք, Արցախի մեր գործած հողերի վրա հրյան Իսրայելը եկավ այդտեղ բազաներ դրեց, Իրանն էլ գիտե, Թուրքիան էլ գիտե, Ամերիկան էլ գիտե, մենք էլ գիտենք, ամենն էլ գիտեն, Ռուսն էլ գիտե, ամեն ինչ, ամեն քակ մեզնից սկսում է, ինչպես Նոյան Դաբանից կյանքը սկսեց այս աշխարհի վրա, ու ամեն քակ էլ մեզնից վերջանալու է։ Դուք հասկանում եք, մենք այսօր ինչ ենք ապրում։ Ամբողջ մեր դարաշրջան շրջանին։ Քիչ առաջ ես իմ Facebook-ի վրա գրել, ոսպ, ալյուր, չգիտեմ էսի հավաքեք սով ալնելու Հայաստանում։ Հայաստանում սով ալնելու։ Իսկ Բարձկաստանի ատոմական ռեակտիան այդ քետնիդակ, որ դրակացրել են, մենք Չերնոբիլ են գտնելու։ Ոստեղ Հայաստանում Չերնոբիլ են գտնելու։ Համաշխարհային պատերազմի ենք գնում։ Իսկ դուք նստած նապաստակ ու թիթեռնիկ եք նկարում։ Հասկանում եք։ Դու մարդ ինչքան դուբոյ բան, ռուսերեն չգիտեմ, բայց սովորել եմ, էլի այստեղ Հայաստանում ապրելով, այնքան դուբոյ մարդ եմ տեսել, այդ դուբոյ բառն էլ հասկացել եմ, իմաստն եմ հասկացել, այնքան աբուշ պիտի լինի, որ այս ամեն ինչի չհասկանա։ Ուր ենք գնում։ Նստել եք, նապաստակ եք նկարում, թիթեռնիկ եք նկարում, շուտով սոված ենք մնալու, սոված, վրացին քող է, ամբողջ աշխարհը մեզ օգնություն ուղարկել, ինչպես 1918 թվականին, Ամերիկան մեզ $1 միլիոն այդ ժամանակ $100 միլիոն մեզ օգնություն ուղարկել, 99%-ը վրացին գերել է, $1 միլիոն մեզ ուղարկել 101-ը։ Ոչ ձով ունենք, ոչ ելք ունենք, ոչ մուտք ունենք, հասկանում եք։ Բարդեզ ունեք, հող ունեք, չգիտեմ ինչ ցանեք, ամփարեք, որ վաղը սոված ենք մնալու, պատերազմ ալնելու, ես չգիտեմ էլ ովքեր են մեր վրա հարձակվելու, նստել ենք, այս ամեն ինչը, դու չեք տենում ինչ է կատարվում, մեր շորս կողմը ինչ է կատարվում, վարորդների դագարներ են բայթում, երգիրներ են հրգիզվում, գիտեք կրակը մեզ չի հասնելու, էնպես է հասնելու, սոված եք մնալու, հիվանդությունից, սովածությունից մեռնելու ենք, ամփարեք, ինչքան կարաք, ուտելիք, խմելիք, թեղորայք, էսի, չուր, բենզին, ամեն ինչ հավաքեք, համաշխարհային պատերազմի ենք գնում, մեզ լապելու են, սա առաջին համաշխարհային պատերազմի նման չէ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ուրիշ էր, այսօր շատ ավելի հզոր, իսկ մենք մնացել ենք առաջին համաշխարհային պատերազմի ուժի չափով, պետք է համախմբվենք, մորցեք, սիկ տիրարեք, հալա,
Նիգոլ, միգոլ, գուսակցություն, մուսակցություն, ընդրություն, մնդրություն, չիլնելու։ Կարող եք գիտեք միշև հունիսի 7-ը այս աշխարհում ինչ ալնելու։ Միշև հունիսի 7-ը կարող է Հայաստան չի մնա, կարող է ամբողջ աշխարհը չի մնա, իրար ատոմական ռումբով խփեն։ Դուք նստել եք այստեղ, թիթեռնիկ ու նաբաստակ եք նկարում։ Չեմ հասկանում, արա, լանսիկ միշիմ sizin azkayın ժողովը sizin oldun olmadığınıza Türklerin խոսիմ կարող է Türklerin հասկանաք, Ֆրանսերեն խոսիմ, թե անգլերեն խոսիմ, այդ ինչ լեզվով խոսիմ, որ հասկանաք, արա, Ղաֆա ունեք դուք, գլուխ ունեք դուք, ուղեղ ունեք դուք, աշխարհը զուլում է դարել, սև է դարել, արյունալ ասում, անպայման կամակնիտ մտնի, որերնիտ մտնի, որ նորս կաք հասկանաք, ուշադիր եղեք, բադրաստվեք, ամենաթաժան, ամենավատ օրերի համար, Հայաստանը լինել չի լինելու օրին ենք կանգնել, նստել եք լայ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, ուր է մեր բանակը, ամեն հայ տղամարդ ինքիրան հայ զինվոր մի դսկա, եթե ամեն հայ տղամարդ ինքիրան հայ զինվոր չսկած այստեղ Հայաստանի հողի վրա, ու Հայաստան ու հայ ժողովրդին չի պաշտպանեց, մենք գվերանանք 1915-ը ոչինչ է, փուֆ, կամու հետ այս երրորդ համաշխարհային պատերազմի կամու հետ գտրնենք կերտանք գվերջանա, ոչ էլ մեզ գհիշեմ պատմության մեջ, շատ ուշադիր դնենք, մեկ մազից գախված ենք այսպես, մի մազից գախված ենք, ավանակներ, հայվաններ նստել են, չգիտեմ ինչեր եք, արա բադրաստվեք, արա, ցախ հավաքեք, ուդելիք հավաքեք, չուր հավաքեք, բատարեք հավաքեք, բենզին հավաքեք, զենք զինաբթերք հավաքեք, չեք հասկանում ինչ ալնում, չեք տեսնում ես ամբողջ աշխարհով մեկ ինչ ալնում, աշխարհը արյուն ալ ասում, արյուն, արցունք չէ, արյուն է իջնում իրենց աչքերից, հելը մեզ չի հասել գրագը, հանգիստ եք ապրում, ոնց եք պաշտպանվելու, երբ որ գրագը հասնի, կամակնիտ որերնիտ վարվելու է արա, մերնելու եք, սատկելու եք սոված, պատրաստվեք մեծ արհարվիկների, հիվանդությունների, պատերազմների, ընդրություն, առահաց է ընդրություն, եթե միջև հունիսի 7-ը այս երգիրը ու այս ժողովուրդը սաղմնա, ընդրություն գանեք, վստահ եք, որ գանա գանել ու հասնելու եք միջև հունիսի 7-ը, վեր չտվեք, խելքերնից կուլուխտի թավակեք, նույնիսկ մեր վրա հարցակվող չլնի, բادرազմ չլնի, համաշխարհային բادرազմ որ եղավ, այնպես շրջապատված ենք, սովածությունից մեռնելու ենք, սովածությունից, հա կարուն է առաջը, խոդեր կհավաքենք կուդենք, ամարը գանաչին գչորանա, աշլան պանչի մնար, ծմերնալ գսատկենք, Բաշար հավաքեք, ուդելիք խմելիք հավաքեք, դուք չեք հասկանում ինչ ալնում, հայերեն, արաբերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, այդ լեզուներով ամբողջ համաշխարհային լուրերին հետևում եմ, դուք հասկանում եք ինչ է կատարվում, գիտեք, չգիտեք, մեկ հատ ռուսերեն գիտեք, հետո աշխարհը ինչ է խոսում, աշխարհը որ կողմ է գնում, խաբարեք մեր գլխին ինչեր է գալու, Առաջին համաշխարհային պատերազմի 1.5 միլիոն թուրքը մեզ սպաններ,
մեր սեփական հողի վրա, եթե մենք արդյուն չլնենք, 2 միլիոն մեր սեփական հողի վրա, այսպես կոչված անգախ Հայաստանի մեջ սատկելու ենք։ Պատրաստվեք ամենավատ բաների համար։ Պատրաստվեք, արա։ Խաֆասыз գլուխ չունեցող հայաստանցիներ, խելքերնիդ գլուխնիդ հավաքեք։ Էնպես օրակալու ոչ էլ օթանավով գարակ փախնել, ոչ էլ բոեզով, ոչ էլ նավահանգիստով, Սարտարաբադ ալնելու, 1918-ին Սարտարաբադին էլ, եթե մենք ունենայինք օթանավագայան, ունենայինք նավահանգիստ, ունենայինք բոեզի ճամպա, սաղ գպախնեն ու Հայաստանի մայրը գկումվեր գվերջանար, Հայաստան չեր մնար։ Նույն իրավիճակն ալնելու, փախնելու դեղ չեք ունենալու։ Մահ Գամ ազատություն, կացեք մտածեք, դո Ղաֆանիդ շրրեմ չեր գլխին, կացեք մտածեք, չեր կյանքի մասին, չեր հայրենիքի մասին, չեր ընտանիքի մասին, չեր հոգևորի մասին, չեր գրոնքի մասին, չեր եկեղեցու մասին, մահ կամ ազատության օր ա գալիս, աշխարհը արյուն ա լացում, աշխարհը արյուն ա թափում, գիտեք մեզ չհասնելու այդ օրը, պատրաստվեք։ Ով կպատրաստվի ողջ կմնա, ով չի պատրաստվի, գսատկի գերտա, այդքան բան, կացեք մտածեք, քյուֆրով, կաֆարով խոսացի, ամբողջ սրտովս, մաքուր սրտովս խոսացի, կացեք մտածեք, սիկտիրեք կացեք։